Երիտասարդների կյանքում ամենաերանելի ու հետաքրքիր ժամանակաշրջանը ուսանողական տարիներն են, անհոգ օրեր, հետաքրքիր ժամանցային միջոցառումներ, ընթերցանություն, քննական շրջան, հիշարժան ու բուռն ուսանողական առօրյա։ Բացի այս վերոնշյալներից, ուսանողների ուսերին ծանրանում են նաև մի շարք այլ խնդիրներ։ Օրինակ ուսման վճարի, մասնագիտական գրականության ձեռքբերման, հագուստ ու համակարգիչ գնելու, տրանսպորտային միջոցներից օգտվելու հնարավորություններ, որոնց համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական միջոցներ։ Լոռու մարզի ուսումնական հաստատությունները, որտեղ կրթություն են ստանում երիտասարդները, հիմնականում Վանաձոր քաղաքում են, որոնց հասնելու համար երիտասարդները օգտվում են հասարակական տրանսպորտից։ Մեր քաղաքում շատ ուսանողներ ցանկանում են գոնե տրանսպորտից օգտվել զեղչով։ Խնդրի առիթով Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալ Էրնեստ Գևորգյանը նշեց. Զեղչերը կարգավորում է կառավարությունը, այսինքն կառավարության որոշումների միջոցով մենք ինչ գործառույթ կիրառում ենք, դա մենք գործում ենք համապատասխան օրենքներով եւ կարգերով։ Ներկայացնեմ, որ նման տիպի զեղչ չկա։ Կառավարության կողմից մշակված չի, օրենքներում ոչ մի կետ չկա, որ նշվի, որ ուսանողների համար ինչ-որ մի զեղչ է կիրառում։ Սակայն կարող են որոշ կազմակերպություններ, այսինքն կոնկրետ մի երթուղի սպասարկող տվյալ կազմակերպությունը կարող է ինքը սահմանել այդ զեղչերը։ Չնայած մեր քաղաքում նման չունենք նման։ Արդյոք Վանաձորի քաղաքապետարանը կարող է կազմակերպել նման ուսանողական զեղչեր, Էրնեստ Գևորգյանը պատասխանում է. Քաղաքապետարանը բացարձակ իրավասու չի նման հարցում խառնվելու, իսկ կազմակերպությունը կարող է, այսինքն ինքը իր եկամուտներից պակսացնելով հնարավոր է ինքը այդ զեղչը տա, օրինակ կոնկրետ օրինակի համար մանկավարժական ինստիտուտին տա զեղչ, որ այս ինստիտուտի ուսանողները ուսանողական տոմսով կիրառեն այսքան տոկոս զեղչ։ Դա արդեն բանակցությունները պետք է տանի տվյալ բուհը տվյալ կազմակերպության հետ։ Խնդրի առիթով մեր նկարանող խումբը դիմեց նաև Հայ ավտոկայան, Փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի ավտոկայանի պետ Սահակ Ռուբենյանին, որտեղ ստացանք հետևյալ պատասխանը. Ավելի գլոբալ խնդիր է, պիտի նախարարության որոշելու հարցն է։ Ընդհանրապես, եթե ունենանք նման հրաման հրանք, պարտավորված կլինենք կատարելու։ Հիմնականում ուղևորը փոխադրությունները տարբեր կազմակերպություններ են անում տարբեր կողմերի վրա, այդ խնդիրը կազմակերպելու համար այդ կազմակերպությունների հետ պետք է պայմանագրեր կնքվեն ու որոշակի ձև մտածվի ավելի շուտ։ Տեղեկատվությունը ավելի ամփոփիչ դարձնելու համար մենք դիմեցինք նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության և վարչության, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Վանյանին։ Ըստ Վահան Վանյանի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետության կողմից ուսանողական զեղչեր անելու որոշում չունի։ Նա նույնպես նշեց, որ իրենց ցանկությամբ զեղչեր կարող են անել միայն հասարակական երթուղայիններ իրականացնող կազմակերպությունները։ Իհարկե պետք է որոշ մարդիկ չունեն միջոցներ, որպեսզի կարողանան ապահով տեղափոխվել, եւ ինձ թվում է կարելի է զեղչեր անել։ Լիա Ներկարարյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։